Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Հավելեմ նաեւ, որ մեր ուղիղ եթերները կարող եք նայել այսուհետ Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանին։ Բարև ձեզ Դավիթ, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Դուք ինքներդ գյումրեցի եք եւ չենք կարող հիմա այսօր չխոսել Գյումրու ընտրությունների մասին։ Նախ միջև ընտրություն կատարելը, արդյոք այն խմորումները, որ եղավ միջև ընտրությունները, դուք դրանց մասին վերլուծություններ ունեիք, ովքեր դրեցին իրենց տեխնացությունները եւ ինչ էին խոսում մարդիկ, ինչ էր խոսում ժողովուրդը, ինչ ակնկալիքներ ուներ եւ ինչ եղավ փաստորեն եւ ապրիլի 16-ին կարծես թե կփորձեն այդ թնջուկը հանգուցալուծել, կլուծվի, թե նոր սցենարներ կլինեն։ Մի խոսքով Գյումրին ինչու այսպես ընտրություն կատարվեց, ժողովրդի նախնական տրամադրությունները ինչպես են եւ հիմա ինչպիսին են, քանի որ փաստորեն գյումրեցիները փաստի առաջ են կանգնած, պետք է ընտրեն մեկ մարդու։ Ճիշտ է, իշխանությունները մեզ միշտ խոստանում են, որ նախկիների վերադարձ չի լինելու, բայց երեք չեմ հիշում, ով ասաց հիմա կարմիր վսկապներով գյումրեցիները կգնան ընտրությունների։ Տեսեք, իմ վերլուծական աշխատանքների մեջ ավելի քիչ եմ ժամանակը տրամադրել Գյումրու ընտրություններին, քիչ եմ մեկնաբանել, քիչ եմ լուսաբանել իմ մասով, բայց պատկերը բոլորիս համար կարծես պարզ է, Բայց այդպիսին պետք է լիներ։ Ոչ, նախնական սցենարը այլ պատկեր պետք է ունենար, իշխանությունների համար այլ սցենար պետք է ունենար, որոնք շատ վստահ անգամ մեկ օր առաջ արդեն ողջունում են իրենց հաղթանակը, շատ գերվստահ լինելով հաղթանակ էին տոնում, առաջ ընկնելով իրադարձություններից, դե ընդդիմադիր կողմն էլ ուներ իր ներքին համաձայնությունները, որոնք որ կարծես կյանքի կոչեցին, բայց ձեր հարցին կարող եմ տալ ուղիղ պատասխան, ամսու 16-ին չի բացառվում, որ մենք կոլապսի ականատեսը կդառնանք, որովհետև քաղաքական ուժերի դասավորվածությունը այնպիսին է, որ դա տանում է դրան, որ ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվի, որովհետև իրավական տեսանկյունից քաղաքացիական պայմանագիրը այլ որոշակի քայլեր ունի, որ կձեռնարկի, կարող եմ չագերտներ բացել, ընդդիմությունը այլ գործիքակազմ ունի, կալանքի մեխանիզմ եւ այլն, եւ դա շատ տարբերակներ կան, մենակ այն, որ Մարտուն Գրիգորյանը ոչ թե կոալիցիա է ձևավորում, այլ ընդամենը տալիս է համապատասխանաբար երկու ձայնը, դա խոսում է նրանից, որ ընտրություն առաջին նիստի ժամանակ կարող է լրիվ այլ պատկերի ականատեսը դառնանք եւ դրա մասին մունիցիպալից հասկացող, ընդհանրապես ընտրություններից հասկացող յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ դա տանելու է ինչ-որ ճգնաժամային իրավիճակի։ Ժողովրդի մեջ կա տարբեր կարծիքներ, շատերը կողմ են նրան, որ այդպիսի միավորում լիներ, որպեսզի ինչպես եւ ընդդիմադիրներն ասում էին, քաղաքական իշխանություններում բացառվեր ՔՊ-ի ներկայությունը, այսինքն ոնց որ գերնպատակը դա պետք է լիներ։ Շատերը բողոքում են, որ ում որ վստահվել է ձայներ, ինչի պետք է տան մեկ այլ ընդդիմադիր ուժի, երբ որ վստահվել է, որտեղ այսպես ասած, այդ նույն կտրվածքով նախկինների վերադարձ եւս չեն ուզում, հասկանում եք ում եմ ակնարկում։ Դե ստացվում է, որ քաղաքական առևտուրի քաղաքական տորգ է գնում, այսպես ասած։ Եվ ելի եմ կրկնում, այստեղ չզարմանաք, որ ամսու 16-ին մենք ճգնաժամի ականատեսը դառնանք։ Իհարկե դա չի բխում քաղաքի բնակիչների շահերից, որովհետև էլ չեմ բացառում Վանաձորյան սցենարը հայտնի։ Վանաձորը լրիվ, այսպես ասած, որոշ մարդկանց համար, թիմերի համար ուղենիշ է։ Վանաձորը, Ախուրյանը։ Այո, ունենք նման դեպքեր։ Հետևաբար, այստեղ ուղղակի պետք է հասկանանք, որն է ժողովրդի կամ արտահայտության, այսպես ասած, կուլմինացիան, ժողովուրդը ինչ էր ուզում։ Մեծ հաշվով ստացվում է, որ այո, ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Հիմա տեսեք, մեկը ասում է
դա պարտություններ իշխանությունների, մեկը ասում է դե ձայների մեծամասնությամբ նրանք հաղթել են։ Բայց իշխանությունը չի ընդունում, որ պարտություն է, եւ իշխանությունն ասում է դա հաղթանակ է, ժողովրդավար երկրում ենք ապրում, Տեսեք, իրենց ամենակարևոր ալիբին է նա, որ ընտրությունները չեն կեղծվել։ Եվ մասամբ կա իրականություն արտարության համար ասենք։ Չեն եղել, ասենք, Բայց եղել են դեպքեր արտառոց։ Արտառոց դեպքեր միշտ էլ եղել են, բայց ի նկատի ունեմ նախկին ընտրություններից ինչ որ չափով եղել են իօգուտ, այսպես ասած, այսինքն չի եղել լուրջ միջադեպեր, բայց որ ռեսուրս օգտագործվել է։ Տեսեք, ասում են թաղերն են ընտրություններ չէ կատարել, բայց կարծեն այս թաղային փոխհարաբերություններ չի եղել։ Տեսեք, Գյումրիի պես քաղաքում եւ ընդհանրապես բոլոր ընտրություններում մարդկային գործոնով են առաջնորդվում, կուսակցության, գաղափարախոսություններով չեն առաջնորդվում։ Մարդիկ ընտրում են իրենց բարեկամին, ընկերնա, մեկի խնդրանքով եւ այլն։ Այդպիսի մանավանդ քաղաքներում կոլորիտով Գյումրին, որ ընդհանրապես ավանդույթներ ունեցող քաղաքներում առավել եւս, այստեղ կա սկզբունքայնություն, հա, իրենք իրենց մարդուն են փորձելու առաջ տանեն։ Անգամ տեսեք, այսպես կա, ՔՊ-ին չենք ընդունում, բայց Սարիգը մերն է, մեր ընկերն է, մեր քաղաքից, այսինքն նույնիսկ չընդունելով իշխանություններին, անտագոնիզմ ունենալով նույնիսկ գործող իշխանությունների հանդեպ, այդուհանդերձ իրենք անձնավորված են գնացել։ Եվ ասում են, չէ, որ եթե Սարիկ Մինասյանը չմիանար ՔՊ-ի, գուցե որպես ինքը որպես անհատականություն, որպես իրենք կադրային լուրջ խնդիր ունեն Գյումրիում, կարծեմ ձեր տաղավարում մենք խոսել ենք այդ թեմայով, ես ուղիղ տեքստով ասել եմ, որ ՔՊ-ի պարտությունը դա լուրջ պարտությունների, ընդհանրապես պարտությունների այս շղթան գնում է արդեն իսկ տարբեր համայնքներում, այդ թվում Փարաքարում։ Տեսնենք զարգացումները ուր կտանեն, համենայն դեպս Վանաձորյան սցենարը կարող է կիրառվի վերստին։ Ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի շանսերը հեռանկար ունեն շանսերը, թե ինչպես դուք ասացիք, քաղաքացիական պայմանագիրը որոշակի զինամթերքներ ունի դեռ։ Ես կարծում եմ, որ չասեմ այսպես սենսացիոն իրադարձություններ կարող են տեղնալ, որովհետև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց ես կարծում եմ, որ որոշակի համաձայնություններ հետկուլիսային լինելու են։ Եվ սրանք ինչ հետևություններ պետք է անի քաղաքացիական պայմանագիրը, ով նաև պատրաստվում է մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Դրանպես հետևություն ունեն, որ եթե Գյումրիի պես քաղաքում իրենք պարտություն են արձանագրում, ուրեմն 26-ի մասով մտածելու տեղիք է տալիս, շատ լուրջ մտածելու տեղիք։ Որոշ ինֆորմացիա կա, չէ, որ ասում են վարչապետի հրահանգն է, որ եթե պարտություն կրեն, նույնիսկ պետք է լինեն ստորագրություններով իրենց հեռացման մասին, որովհետև հիմա տեսնում ենք, որ Սարիկ Մինասյան անձի մասին խոսում են, որ նրան այլ տեղ են արդեն իսկ տեսնում, այլ աշխատանքի մեջ, մարզպետի փոփոխություն կա, սոցիալնախարարի պաշտոնում, բայց Շիրակի մարզպետն ասեց, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Գիտեք, եթե վարչապետը որոշի, նա սիրուն կերպով հրաժարականը կտա, այսպես վստահեցնում եմ։ Այսինքն նորից մնալու է վարչապետի որոշման արդյունքում դա։ Դավիթ, իսկ ուներ ժողովուրդը այլընտրանք։ Տեսեք, այլընտրանք որպես ընտրողների մեծ մասը չի գնացել ընտրությունների, բայց այսօր այդ փոքրամասնության շնորհիվ ինչ ընտրվում է, ով ընտրվում է, մեծամասնությունը պետք է գիտեք, ես շատ ավելի անկեղծ կգտնվեմ ասելով հետևյալը։ Նախ շատ վատ արձանագրում է, որ բնակչության 110,000 քվեի իրավունք ունեցող մարդկանց 50%-ը չի, 50 եւ ավելի տոկոսը չի մասնակցել։ Դա ապաթիկ ֆոնի մասին է, մարդիկ զզված են, հատկապես Գյումրեցին։ Բայց եւ շատերն էլ, ինչպես եւ ասեցի, մասնակցել են զուտ խնդրանքով, բարեկամ, հացանոթ, բարեկամ այդ սկզբունքից ելնելով, տեսեք, լինելով Գյումրեցի, ես մի բան եմ արձանագրել, այնտեղ կային առողջ մարդիկ, առողջ կադրեր, իհարկե քաղաքական թոհուբոհով չանցած կամ քաղաքական ուղեգիծ չունեցող մարդիկ, բայց նոր մարդիկ, անունը տնենք երրորդ ուժ, նոր ուժ, չգիտեմ ինչպես ուզում ենք ձևակերպենք, բայց ժողովուրդը կարծես ստացվեց այդ քվեների վերաբաշխումը ցույց է տալիս, որ ոչ մեկի հանդեպ չկար բացարձակ վստահություն։ Եվ այստեղ պետք է հասկանանք, լավ, այդ քաղաքը, մանավանդ կոլորիտային Գյումրին, հայրաքաղաքը,
ինչպիսի լիդեր է տեսնում մունիցիպալի, որը որ իրոք կլինի բոլորի քաղաքապետը, որը որ իրոք տիրապետում է Գյումրու խնդիրներին եւ երկարաժամկետ, կարճաժամկետ եւ հեռահար ծրագրերով կարող է այդ քաղաքը ուրեմն այսպես ասած, ինչպես գյումրեցիներն են ասում, ճիշտ տիրություն անի եւ նրանք էլ գոհ մնան այդ կառավարումից։ Հիմա մեկը ազատ տնտեսական գոտու մասին էր խոսում, մեկը ինչ որ զարգացման պլան էր ասում, ներդրումային ծրագրեր, մեկը Ռուսաստաններից էր ասում, ես նշանակվեմ կբերեմ, տեսեք ինչեր կբերեմ, ովքեր են գալու ներդրումներ անեն։ Ֆանտաստիկ ինչ որ ծրագրերից են խոսում գործնականում, բայց անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացիչը բյուջեի մասին, որը որ Գյումրիի բյուջեն մի հատ խայտարակ թիվ է, ամաչում եմ անգամ ասեմ, պետք է մի հատ հարց տայինք, թե այդ բյուջեով դուք որ մեկը պետք է եք, էլի այդ որ ծրագրերով, այդ ծրագրերը ինչպես է կյանքի կոչելու, այդ ֆինանսական, ու կարող է հնչեն, որ շատ սուղ հնարավորություն է, ամոթալի բյուջե ունի Գյումրին, այդ բյուջեով ես ձեզ վստահեցնում եմ, չգիտեմ, դա եթե խոսքը գնար օրինակ գոնե Արթիկ համայնքին, ասեի հա իրա մասշտաբներով, ծավալով, գործի ուրեմն տեսանկյունից, թե ինչ պետք է արվեր, ոնց պետք է արվեր եւ ֆինանսը արդյոք գոնե բան։ Ու ոչ մեկ այնտեղ հնչեցին հա կարծիքներ, որ կպարտադրենք իշխանություններին, որ աթոռը կհարգենք։ Հա, աթոռը կհարգենք, կդիմավորենք, բայց տեսեք, նայեք, ինչ какой привет, такой ответ, այս տրամաբանության մեջ խոսույթներ էլ էր հնչում։ Հաստը այն է, որ Գյումրիի քաղաքապետ կարող է լինի այն մեկը, ով գերազանցապես տիրապետում է քաղաքի խնդիրներին մեկ, ունի լուծման տարբերակներ, ճանապարհային քարտեզ եւ առանց վետիշացնելու, առանց ավելորդ իրեն գովերկելու կամ իր ծրագիրը գովերկելու, ռեալ պոլիտիկով կնստի ժողովրդին կասի, որ ժողովուրդ ջան, օրինակ չգիտեմ, ամբողջ քաղաքի լուսավորման հարցը մոռացեք, որ ես առաջիկա 2 տարվա մեջ կլուծեմ, այգեք ես ոչ մի բան չխոստանամ։ Ավելի ռեալ, ավելի վստահություններ շնչող, ոչ որովհետև բոլորը ներկայացնում են, որ առաջիկա 5 տարվա մեջ Գյումրին գործարաններ են կառուցվելու, աշխատատեղեր են բացվելու, դառնալու է տարածաշրջանի Լաս Վեգաս, ասենց ինչ որ բաներ էր հնչում։ Աբսուրդի ժանրից է, բայց պետք է հասկանանք, որ սթափ գիտակ քաղաքապետի կարիք ունի այդ քաղաքը։ Իսկ ճգնաժամից դուրս գալու ելքը որն է լինելու։ Քաղաքի։ Այո, ընտրությունները եթե ապրիլի 16-ին չլինի։ Ես առաջ ընկնելով ասեմ, եթե 16-ին ամսում մենք ճգնաժամի ականատեսը դառնանք, այնտեղ մանավանդ մերոնք էմոցիոնալ ժողովուրդ են, հələ չգիտենք ինչպիսի կուլմինացիա կունենա այդ ճգնաժամը կամ կունենա թե չի ունենա, որովհետև ես կարծում եմ, որ ավականիների միջև շատ լուրջ տարաձայնություններ կլինեն, հələ մի հատ հասկանանք այդ ինչպես պետք է հաղթահարվի, որ նոր ձեր ասածին անցնենք։ Մի խոսքով դեռ անորոշ է վիճակը, բայց պայթունավտանգ է։ Ես չեմ ուզում ինչ-որ նեգատիվ պայթունավտանգ է։ Պայթունավտանգ մի քիչ կարող է այսպես ֆետիշացված հնչի, բայց ես նշեցի էմոցիոնալ ժողովուրդ ենք, ժողովուրդը ասում է մի սուդոցի է լինելու։ Մի սուդոցի լինելու է, ես ավելի քան վստահ եմ։ Մանավանդ ժողովուրդը արդեն իսկ լարվածություն կա ժողովրդի մեջ, հենց այդ ձայների մեկը մեկին տալ, մեկը մյուսին, որովհետև նույն այդ մարդիկ շատ դեպքերում ընդդիմության շրջանակներում կողմ չէին, որ իրեն ձայնը ասում է, եղբայր, ես ձայնս տվել եմ քեզ, ոչ թե տվել եմ, որ դու էլ քո հերթին տաս ինչ որ մեկին։ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ։ Առավել եւս, հա, շատերը իհարկե չեն ուզում հների վերարտադրություն, եւ այնտեղ կա մի հատ հստակ խոսույթ։ Լավ, մենք տալիս ենք ձայներ մեկին, որը որ քրեական 1000 մի գործով է անցնում եւ որը խոցելի է, որին յուրաքանչյուր րոպե կարող են էլի Վանաձորյան սցենարով։ Վարդան Ղուկասյանն ասում է հեղափոխություն կլինի, եթե իմ ետևից գան, ես ճիշտ Վարդան Ղուկասյանը օդիոս կերպար է, որը որ շատ բաներ է ասում, ֆանտաստիկ կերպար է, ճակերտավոր,
Այո, ասում է, հա, դե Սպարտա բան, հիշում եք այդ խոսույթը, Սլաբոդկա, Սպարտայի հաղթանակ, չգիտեմ, եթե չջղայնացնեք ինձ, ես թե չէ վար, եթե ինձ նստացնեն ժողովուրդը ոտքի կգան։ Ես ընդհանրապես այդ Գյումրեցուն բնորոշ մի քիչ, հա, այդ մեծամտություն ասեմ, գոռոզություն ասեմ, ինքնավստահություն ասեմ, այդ լավ է որ կա այդ ինքնավստահություն, մարդը իր մասին շատ բարձր կարծիք է։ Ուրիշ բան է, որ Գյումրեցին իր կարծիքի է։ Ով հուսախաբարեց բոլորը ստացում են, բոլորը։ Այսինքն որտեղ ասում են երևանցիները այստեղ անելիք չունեն, այսինքն Երևանն էլ իր մասնակցություն ունեցավ այդ։ Ինչ տեսքով, եթե նկատի ունենք իշխանությունը, մարզպետները եկել իրենց գործառույթը թողած բան էին անում։ Այլ մարզպետներ էլ կային, որ եկել էին օգնող ուժ որպես, այսպես սպասարկող ուժ էին որպես եկել։ Այն որ ռեսուրս կիրառվել է, խայտարակ ձևի ռեսուրս կիրառվել է, դա փաստ է ուղղակի ավելի ի տարբերություն նախորդ դեպքի ավելի գրագետ է այդ ամեն ինչը կազմել, այսպես ասած վիվիչկա չի եղել այդ ամեն ինչը։ Այսինքն Գյումրեցուն հուսախաբարեց ամբողջ Հայաստանը, պետք չէ այսպես առանձնացնել։ Դե տեսեք Գյումրեցիներին նաև սկսել են մեղադրել ինչ-որ թիրախավորել են ինչպես Չէ, դա տգետ մոդեցում է, շատ տգետ մոդեցում է, դա այն մարդիկ են դենց մեղադրում, ովքեր որ չեն տիրապետում իրավիճակից կամ քաղաքականապես ողդաբոբիկ են, դենց եկեք չանդրադառնանք այդ պոլեմիկայի մեջ չմտնենք, ես ինքս ինձ թույլ չեմ տալիս նման խոսույթի մեջ տեղավորվեմ, դա տգիտության ցուցիչ է։ Չի կարելի այդ ռակուրսով ինչ որ այսպես Եվ իշխանությունների ոչ ճիշտ աշխատելու պատճառով այսօր չկար այլ ընտրանք, նոր ուժեր, ինչպես դուք եք ասում։ Անունը դրել են ժողովրդավար, բայց բոլոր տեղերում նախկիններն են կամ այո, արդեն նախկին դարձած ներկաները։ Դե տեսեք, բոլորը ինչ որ մի նախկին ուժի հետ փոխկապակցված են, որքան էլ հիմա յուրաքանչյուրի անունը տվեք ինչ որ մեկի նախկին ուժի հետ փոխկապակցված է։ Եվ ստացվում է այնպես, որ ընտրությունների միշտ այդ դեմքերն են։ Մենք ուրիշը չունենք։ Դե դրա համար ասում են քաղաքական սերնդափոխության կարիք կա, բայց տեսեք Եվ Գյումրեցուն թիրախավորել չի կարելի։ Այսինքն չի ծնվում մեկը, չի հանդես գալիս մեկը, որը որ համաժողովրդական համակրանք վայելի, հարգանք ու պատիվ վայելի, եւ որը որ նու քաղաքականության մեջ այսպես ամբից բառը օգտագործելը մի քիչ ճիշտ չի, բայց քաղաքական իր ուղեգծով ինքը ամբից լինի, այսինքն ինքնաբավ կայացած լինի, մեկը որը որ չթիրախավորված լինի, ճամբարափոխ եղած չլինի, զբաղված լինի քաղաքականությամբ, բայց պիտակավորման ենթարկված չլինի, կլեյմոների տակ չլինի, շատ դժվար է գտնել իրականում այդպիսի կադր, որը որ վայելի համաժողովրդական սեր ու հարգանք ներկայանա ժողովրդին, ժողովուրդն էլ տա իր քվեն իրեն, վստահի։ Եվ դրանում իշխանությունների մեղքը կա։ Իշխանությունները ընդհանրապես այդպիսի կադրերին չագերտավոր ասած կփչացնի։ Կփչացնի, թե հայտարարում են կադրերի սովը, մենք խոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։ Հիմա խոսենք կադրերի մասին, Գյումրին կսպասենք ամսի 16-ին, կտեսնենք ինչ զարգացումներ տեղի կունենան, հարկ լինելու դեպքում կրկին այս տաղավարում կանդրադառնանք այդ թեմային։ Կադրերի սով է հայտարարեց Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ, մեղադրելով այն կադրերին, ով աշխատում են իրեն, 3 կառավարության նիստի ներողություն Կառավարության նիստի ժամանակ էլ հայտարարեց, որ տգետ ենք, մնացել ենք 0 դասարանում, 7 տարի ժողովրդին իրենց հետևից տանում են տգիտության, որտեղ առաջնորդները իրենք են, սա ինչի մասին է խոսում։ Տեսեք, վարչապետը դժգոհում է կադրերից, երբ մենք մեր տաղավարում բազմաթիվ փորձագետների հետ, ձեզ հետ նաև խոսել ենք, որ ճիշտ կադրային քաղաքականություն չի վարվում, կան կադրեր, որոնք մնացել են ստվերում, հիմա կադրերի սով է։ Տգիտության հետ կապված կրթական ոլորտում կատարվող այդ բարեփոխումները քննադատել ենք, դասագրքերից բռնած միջև մասնագետներ, ովքեր աշխատում են։ Հիմա ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց հասկանալ, որ գյուղացուն եթե ծրագիրը չի հասնում, նա նույնիսկ դրանից տեղյակ չէ, ո՞րն է այստեղ խնդիրը։ Խնդիրներ շատ կարող են թվարկել։ Ես առաջինը, որ մտքից գալիս է, ասում եմ, եթե ինքը ուժ է գտնում իր մեջ ընդունի, որ ինքը տգետ է։ Տգետ լինելով ինչպես է կրթում մեզ։ Այն էլ կրթելը նորաձև է ասելով, այսինքն մեկ օր առաջ երեք, եթե չեմ սխալվում, մատենադարանում, այո, նա կրթում էր մանկավարժների։ Մանկավարժներն էր կրթում, բա եթե տգետը ոնց կամ կիսագրագետը, թերի ուսուցում անցած մարդը ոնց է կրթում։ Այդ մեկ Իդեպ շատեր այնտեղից դուրս են գալիս, շատ գոհ, չէ, շատ գոհ են դուրս գալիս։ Մարդիկ ասում են մենք, այ տեսեք, անմիջական շփում է եղել վարչապետը, դերևս այն սկզբունքով, հա, մինիստր է եկել մեր դուռը։ Երկրի առաջի դեմքն է ամեն դեպքում։ Տեսեք, մարդիկ իրանց համար դերևս տարօրինակ է, որ վարչապետը կարող է գալ, իրանց հետ այսպես տետատետ զրուցել, հարցերին պատասխանել, դա երբեք այդպիսի դեպք չի եղել, այ դա մեծ առավելություն է։ Դա դնենք մի կողմ։ Եղբայր, եթե դու տգետ ես, ինչ ես անում երկրի կառավարման մեջ, դու առավել ևս հայտարարությունից հետո դա պետք է հրաժարական տար։ Եկեք ընդունենք, որ դա դեմագոգիա է, շարքային մանիպուլյացիոն, շատ հետաքրքիր։ Բայց եթե ընդունենք, եթե ժողովրդավար պետություն ենք եւ ամեն ինչ օբյեկտիվ են գնահատում իրավիճակը, այդ հայտարարությունը անելուց։ Տեսեք, ինքը սիրում է անգամ այն դեպքը, երբ որ ժողովուրդը ասի թե տեսեք, ինքը ուժ է գտնում իր մեջ, ինքնախոստովանի։ Այդ դա բան, սա մանիպուլյատիվ, դեմագոգիկ բան է, գործիք է, որ սա կիրառվում է, իրականում սա քաղաքական գործիք է։ Ինքը ցույց է տալիս, որ ես կարող եմ իմ բացերն էլ ասել, ընդունել, բոլորին անգամ մեղադրել, հա, բայց այստեղ հարց է առաջանում, եղբայր, եթե դու դրանից ինչ։ Բացի դրանից, դու եթե ընդունում ես, որ դու գիտակ չես, որ դու անգամ գիտակ էլ չէ, դու տգետ ես, դու ինչ ես գործանում, այս սաստավովը ուրեմն թող գնա, մեղմ ասած թող գնա։ Ներողություն կամ 7 տարի պետք է անցներ, որ դու նոր հասկանայ, որ դու մնացել ես 0 դասարանում։ Այսինքն դա ինչ խոսույթ է, հասկանում, դա վարչապետին հարիր խոսույթ է։ Այսինքն դու իլուր աշխարհի ցույց ես տալիս, հələ իլուր հայ ժողովրդին էլ մի կողմ դնեմ։ Իլուր աշխարհի ցույց ես տալի, որ դու տգետ ես
Հետևաբար ներողություն Ադրբեջանի ղեկավարը պետք է տգետի այդ բանակցի։ Ադրբեջանի ղեկավարի երեք արտահայտություններ անում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված Այդ որ այդ մասով են հիմա բանակցությունները կառադառնում։ եւ ինչ էր ասում որպես միջազգայնագետ ես կարող եմ ինձ թույլ տալ, այսինքն ես ունեմ այդ գիտելիքը, ես թույլ տալ այդ հայտարարությունը անելու համար։ Այդ հասկանում ենք այդ որ լսարանի համար էր այս Բայց ակնարկը։ ամեն դեպքում Բայց ի նկատի ունեմ վարչապետի ակնարկը։ Դրա համար այսինքն միջազգային հանրությունը քո գոլեգաները Պարսաստիճան ղեկավարներ տարբեր երկրների ներողություն ոնց են ընկալելու քո ասածը կամ ինչ պետք է ասեն։ Ասեն, բադ որ դու տգետ ես, մենք քեզ հետ ինչ բանակցենք, ինչ խոսենք, միջպետական հարաբերություններից, հա, այդ միջազգային այդպես էլ խոսում են։ Հենց այդպես է վերաբերվում են մեզ, դրա համար լուրջ են վերաբերվում մեզ։ Ընդհանրապես աշխարհը մեզ ասում է, եթե դուք գնացիք պարտության սիմվոլին, որը որ իրական լիդեր չի համարվում, դուք երկու անգամ շանս տվեցիք, ել չասեմ, դե դուք հետևաբար այստեղ խոսում եւ երկրորդը դու ասում ես 7 տարվա մեջ դու կադրային քաղաքական նախ ինքը պրավալա տվել իր կադրային քաղաքականությունը դերևս հենց սկզբից կամ ներողություն, բայց այդքան բուհեր ունենք, այդքան ավարտում են Պարսաստիճան բարձրագույն ավարտ բաներ, այդ կադրերը բա ինչ են լինում։ Այսինքն ուզում եք ասեք, որ չկան, հա, կադրեր, այսինքն կոմպետենտ, խելացի, գիտակ, դիպլոմավորված մասնագետներ չկան, հա, ու դուք էլ իրանց տեղը չգիտեք։ Դե դպրոցներ չեն ունեցել, մանկապարտեզներ չեն ունեցել 30 տարի։ Այսինքն նորից գնում ենք Չէ, դա մարազմի դաշտից է ես խոսած, սա աբսուրդ խոսակցություն է։ Իրականում էլ եմ ասում, սա իսկ ինչ վերաբերվում է Ալիևի խոսածածին, Սամարղանդում բացեք, մի հատ տեսեք ինչ էր ինքը խոսում Ալիևը։ Սամարղանդի հայտարարությունը նայեք։ Ընդ որում մի հատ կարևոր բան ասեմ այս մասով։ Ալիևին հիշացրեցիք, մի հատ մեջբերում ասեմ, ցիտեմ թե ինչ էր ասում։ Ալիևը ասում էր, ես Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ համադրելով, ասում էր խաղաղություն չի կարող այնտեղ լինի, ասում էր մարդ, ով որ ես իրենի նկատի ունենալով երկու պատերազմի ականատես է եւ ղեկավար է, ասում էր ես հասկացել եմ մի պարզ տրամաբանություն եւ ճշմարտություն, դա այն է, որ եթե պատերազմներ են լինում, այդ պատերազմները չեն ավարտվում կապիտուլյացիայի պայմանագրով, ապա դրանք էլի կրկնվելու են այդ պատերազմները, այսինքն ու ասում էր ոնց որ մեր դեպքը փորձը ցույց տվեց, որ այդ դատարը ծառայել է նրան համար, որպեսզի զինվեն, պատրաստվեն հաջորդ պատերազմի, ու այդպես էլ եղավ, այսինքն դա ինչ է ակնարկում մեզ, եկեք ես ասեմ ինչ է ակնարկում, նախ առաջինը հասկացնում է, որ այ Հայաստանը հաղթանակ տանելով առաջի Արցախյան հակամարտություն չկապիտալիզացրեց իր հաղթանակը, չփաստաթղթավորեց, բավարարվեց զուտ զինադատարով։ Իրենց համար դա ցուցիչ է, այ դրա համար այսօր ոչ թե խաղաղության պայմանագիր է ինքը պատրաստվում կնքել Հայաստանի հետ, այլ պարտադրում է կապիտուլյացիայի պայմանագիր։ Այսինքն մարդ ուղիղ տեքստով ասում է, որ ես ստիպելու եմ կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրի։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Եվ այստեղ Ռուսաստանի զավթիչ էր անվանում եւ բացատրում էր, որ այդ զատված տարածքները Ուկրաինայի տարածքներն են։ Դրա մասին ամբողջ աշխարհն է խոսում։ Ինքն էլ է ընդունում, որ դրանք ուկրաինական տարածք։ Շատ դիվանագիտորեն մեսեջները կարծես թե ամբողջությամբ ուղղված էին։ Մարդը ասում է, որ ընդ որում, բայց այստեղ մի հատ բայց կա։ Ենթադրում եմ նա այդքանը հասկացող, գիտակցողը մի բան էլ է հասկանում, որ խաղաղությունը միայն թղթով չի սահմանվում։ Խաղաղություն չի կարող ապահովել ինչ-որ մի հատ թուղթ, որ նույն հաջողությամբ, եթե անունը դնենք կապիտուլյացիայի թուղթ, զինադատարի թուղթ, եթե իշխանությունները որոշեցին, որ պատրաստ են ու գնալու են դրան, այսինքն կա որոշում, կողմերը կգնան պատերազմի։ Այսինքն այնպես է չի, որ դա երաշխավորելու է այդ խաղաղությունը, եթե անգամ հայկական կողմը կապիտուլյացիայի տակ ստորագրի։ Որովհետև կապիտուլյացիայի տակ ստորագրում է, վաղը մյուս օր կարող է գա այլ իշխանություն, այլ մոտեցումներով։ Չի բացառվում սա։ Եվ ես ուզում եմ նաև առիթ ստեղծեցիք ասել, այ Տիկին Մարի, երեք ինչ օր էր։ Մարաղայի օրներ եւ ուզում եմ մենք խոսենք 92 թվական ապրիլի 10 ամբողջ էթնիկ զտման ենթարկվեց մի ողջ գյուղ եւ սարսափելի է հիշել այն դրվագները, ականատեսները նույնիսկ գերությունից եկած կանայք, որոնք պատմում էին այդ դեպքերի մասին։ Մի խոսքով 50 խաղաղ բնակիչ, այդ թվում 30
կին սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ Եվ ես Եվ- ուզում եմ հասկանամ, ես երեք ամբողջ 19 մամուլը ուզում եմ ճակատագիրը դեռևս անհայտ է եւ դաշնությունները այն որ կատարվեցին Մարաղայում Տիգին Մարի պատշաճ կերպով չի նշվել այդ օրը, դա մեկ։ ամեն դեպքում արտգործնախարարության Մի կողմից հատ եղավ մի փոքրիկ երկտող էլ դա կոչել չի կարելի, այո, եղավ հանրարտարության ասենք։ Տեսեք, ժողովուրդը կարող է ինչ որտեղ մոռանա, մոռացության մատնի, հիշեցնողը պետք է նախ հիշեցնի։ Այո, 92 թվականի ապրիլի 10-ին Մարաղայի դեպքերը դա ցեղասպանություն է եղել։ Այո։ Առաջ նախ կոդորել են 50 մարդու եւ ձեր ասած թվով մարդկանց մենակ էթնիկ զտման են ենթարկել։ Լավ, ժողովուրդը կարող է խորանա մի փոքր, հա, ձեր թույլտվությամբ։ Կարա չիմանա ով էր Շահին Թալիբօղլի Թագիևը, ով որ իրականացրեց այդ խմբավորումների այդ հենց այդ կոնկրետ գործառույթը, սպանդը, հա, եւ իր դաշնությամբ Գորթուլուշ կողքվող կառույցը, որը որ հենց հատուկ նա էր ղեկավարը, որ հենց այդ գործողությունը կատարեց, որի համար ստացավ ազգային հերոս Ադրբեջանի։ Լավ, կարելի է այդքան բանը չիմանալ, դա մասնագիտական ինչ-որ բան է, բայց պետք է նշել թե չէ։ Պետք է խոսել Գեդաշենի Շահումյանի մասին։ Պետք է խոսել Բաքվի Կիրովաբադի ջարդերի մասին, Նախիջևանի հայաթափման մասին պետք է խոսել, պետք է չէ խոսել։ Հիմա տեսեք, Ադրբեջանը ինչ նարատիվ է առաջ տանում։ Ցեղասպանողի, այսպես ասած, բեռը դնում է մեր վրա, մի հատ խոջալուն դարձրել է դրոշ, մեզ մեղադրում է ցեղասպանության մեջ, բայց մենք հավուր պատշաճ այս ամեն ինչը մեր ձեռքի տակ փաստերով ունենա, ընդ որում փաստեր կա, չէ՞, Մութալիբովի բոլոր այդ գիտեք լրագրող եք մանավանդ ձեր ամբողջ այդ հետաքննությունները կա, չէ՞, ինչպես է տեղի ունեցել այդ սպանդը։ Բայց ո՞նց են իրանք ներկայացնում։ Իրանք աշխատում են, չէ՞, դուղությամբ, մենք ինչ ենք անում։ Մենք նույնիսկ քանի դեռ բնակիչներից կան այդպես Զոհերի ոգեկոչման օր չեղավ, այո։ այդ մասին չի խոսվում։ Դե Պետական Նիկոլ մոտեցումը Փաշինյանն ինչպիսին է, ասում է, ոչ թե չխոսենք։ պետք է գնալ պատմության ետևից, այլ պետք է գնալ կյանքի ետևից։ Դե որովհետև ոնց կարելի է բարձրաձայնել նման բաներ։ Как бы чего не вышло տրամաբանությունն է, չէ՞, մի չխոսենք հանգարց պրոբլեմ բան չլինի, առանց այդ 1000 մի ռիսկի առաջ են կանգնած։ Որ իրանց նայում ես, իրանք մենակ խոսում են այ անվտանգության քարտուղարը, մենակ մի բառը անգիշ սովոր է։ Ասում է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ։ Սահմանային Եւ եթե մի լուրջ բան լինի, մենք բնակչությանը տեղյակ կպահենք։ օպերատիվ կերպով, հա, հիմա էլ է դա։ Հիմա արդեն։ Այսինքն ինչ որ բան տեղի ունենա, մենք ձեզ ժողովրդական լեզվով ասած կուրսի կպահենք։ Ամեն դեպքում ճիշտ գնահատականը չտրվեց եւ ժամանակին Սումգայիթ, Բաքու եւ 30 տարի այսպես ասած անգործության մատնեցին Տիգին Մարիդարը արդյունքում, երբ որ աչքա փակ եղավ, էթնիկ զդումները 120,000 արցախահայերի էթնիկ զդումը, ընդ որում ասեմ էլի ես, ինձ թույլ կտամ նման բան։ Նման տեմպերով շարունակվի, չի բացառվում, իհարկե Աստված չարասցե, որ վաղ այս իշխանությունները ասեն էթնիկ զդում էլ չի եղել։ Մարդիկ ինքնակամ են դուրս եկել, չի բացառվում։ Ամեն ինչ տանում են դրան, հանուն խաղաղության։ Չի բացառվում։ Հիմա տեսեք, այս համատեքստում մեր անելիքը ո՞րն է։ Լավ, մենք հասարակական քաղաքական գործիչներ Մեր անելիքը ես ասեմ, որ Մեռանք բարձրաձայնելով, Ալբերտ Բազայանը առաջարկում է եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը եւ Արցախը ազատագրելու ենք։ Մեղրից միջև Աշոտք ոտքի ենք հանելու մեր Հիմա ես ներողություն ամենայն հարգանքով Պարտադրելու ենք Նիկոլի իշխանությանը հեռացնել եւ գործողասկային ժողովը լուծ արել։ Ամենայն հարգանքով իրանցի հանդեպ, այդ ոնց, այդ ում միջոցով, այդ որ ուժերով, ինչ պատրաստ է։ Ինչու եմ այս հարցը ձեզ տալիս։ Դավիթ, տեսեք, միշտ Արցախահայության խնդիրները շահարկվել են գրեթե բոլոր ընտրություններում եւ այս 30 տարի շարունակ։ Հիմա նույնը արցախցիները խնդիրներ ունեն եւ պատահական չէ, որ հիմա նրանք ազատության հրապարակում վրան ունեն կանգնեցրած, մի խոսքով բանակցությունների մեջ են կառավարության հետ իրենց սոցիալական խնդիրները եւ ինչու ոչ Արցախի թեմայի հետ կապված։ Հիմա էլ են կարծես թույլ չենք տալիս, որ հանրությունը Արցախահայերի հանդեպ այդ
գնալով այդ ագրեսիան, ատելությունը անընդհատ բարձրացնում են, անընդհատ ցույց են տալիս, որ մարդիկ հանգիստ ապրեն, մտածեն ապագայի մասին, ինչպես համատեղ աշխատել։ Լավ։ Տեսեք, դա ամենատգեղ եզրույթն է Արցախցի հայաստանցի։ Բայց նման հայտարարությունները, նման այս իրավիճակները անընդհատ այդ բաժանումները դրդում են, որ բաժանությունը լինի։ Նախ դա Եթե Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ ասում է, որ մենք վրանային ավաններ չունեցանք գաղթից հետո սահմանին, դա եկեք խոստովանենք, որ ոչ միայն իշխանության դա աշխատանքային ոճի շնորհիվ էր, այլ հանրության հասարակությունը նրանց գրկաբաց ընդունեց։ Մաղձը, այդ մաղձը որ կա, այդ արցախցի, գյումրեցի, սյունիքցի եւ այլն, ընդհանրապես տխմարտ տրամաբանությունը եւ ընդհանրապես այդ խոսույթը, եկեք դրան չանդրադառնամ։ Դա տգիտության ցուցիչ է։ Եկեք անգամ չանդրադառնամ ամառները երեկոյան հովին 7-ից հետո երկիրը փրկողների մասին, այդպեսները կգան ու կգնան դեռ։ Եկեք ավելի ռացիոնալ բաներից խոսենք։ Միջազգային հանրության մոտ եւ միջազգային մեր գործընկերների մոտ կա կոնսենսուս մեկ հարցի շուրջ, որ Արցախի կոնֆլիկտը հանգուցալուծված չի։ Որքան էլ հիմա Ալիևը ասում է, որ ԵԱԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի եւ որքան էլ հայկական կողմը գուցե մանևրում է, որովհետեւ այստեղ հիմա կասեմ ինչ պահ կա, որ ասում է, որ միակողմանի պատրաստ է լուծարել Մինսկի խումբը, որովհետեւ հայկական կողմը չի կարող միակողմանի դա լուծարել, դա ԵԱԿ-ի բացառապես գործառույթն է, ինչ որ մեկը երկրներից չի կարող դա անել։ Գուցե դա հատուկ այդպես անում են, որի ցույց տան, որ տեսեք մենք էլի գնում ենք խաղաղության, անգամ դրան ենք պատրաստ, բայց փաստը այն է, որ նոր փուլ է մտել Արցախյան կոնֆլիկտը, չի կարող 120,000 մարդ էթնիկ ստման ենթարկվի ու այս հարցը փակվի այնպես։ Ուղղակի վատը գիտեք որն է, երբ որ աշխարհը աչք փակեց այդ գործողությունների վրա, դրանից հետո ինչ տեղի ունեցավ Տիգին Մարի, տեղի ունեցավ Ալավիների կոտորածը, տեղի ունեցավ հենց հիմա Շանգալից հետո եղավ Արցախը, աշխարհը աչք փակեց, որից հետո էլ ինչ տեղի ունեցավ Գազայում, հենց հիմա խոսում ենք այնտեղ գենոցիդ է տեղի ունենում։ Ու աշխարհը լուր հետևում է ու չկա որից է արձագանք կամ սսպող բան, մեկը չկա գասի, որ չի լինելու sense։ Ինչի մեկը կար, դա Թրամփն էր, որը հայտարարեց, որ ինքը գա պատերազմները կդադարեցվեն։ Հակառակ իր օրոք պատերազմները հիմա ավելի ակտիվ փուլ են մտել։ Հիմա եթե Եվ հիմա վերադառնանք ամերիկյան փողոցներում իր հանդեպ ցույցեր են տեղի ունենում։ Հիմա եթե նորից վերադառնանք արցախցիների խնդիրներին եւ Արցախի թեմային, այն որ արցախցիները բոյկոտում են, իրենց խնդիրների մասին բարձրաձայնում են, դուք համարում եք, որ դրանք արդարացի են, այսինքն արդարացի են, նորմալ են, մարդիկ հայրենիք տուն տեղ են կորցրել, ներողություն։ 40,000 պլյուս 10,000 իրենց համար մարդը գնաց է որոշել է, որ այդ Արցախը, որը որ երբևիցե ադրբեջանական, չի եղել, այսինքն ի նկատի ունեմ այնտեղ հազարամյակներով ապրել են հայեր, առաջի անգամ հայաթափվել է, խոսքը այդ մասով է, թե չէ, Սովետ միության ժամանակ ինչ որ մի էտապ, այո, հասկանում, հենց այդ տեղից էլ իրանք կախվել են, բայց մարդիկ բնավեր տնավեր են եղել, կորցրել են իրենց տուն ու տեղը, ամեն ինչը, եկել են, ներողություն, բա ումից պետք է պահանջեն, հայ լինելով հանդերձ, Հայաստանի, այդ շահարգումն է կա, չէ, Հայաստանի քաղաքացին իրանք թե ոչ, գնան ընդունեն թե ոչ, ընդ որում այդ նարատիվն է շատ վատ նարատիվ է, մեկին խորհուրդ են տալիս չընդունել Հայաստանի քաղաքացիություն, ինչ հանգամանքներից ելնելով, մեկը ասում է, չէ, դե պետք է անենք, ուզենք, չունենք, Ամենայն դեպս, գիտեք, շատ վտանգավոր բան կա, ես կարծեմ այն 40 պլյուս 10-երի թեման, բայց կարծեմ իշխանությունները մեկ ամիս երկարաձգեցին, այդ որպեսզի բայց դա վերանանան եւ ժամանակավոր հարցի լուծում է, էլի հարցի լուծում չեղավ այդտեղ։ Նպատակը ո՞րն է իշխանությունների, որ իրոք նրանք ինտեգրվեն մեր իրականության մեջ եւ Ուզում եք շատ անկեղծ ասեմ, Արցախահայերը իրենց համար բեռ են։ Դրա համար էլ չի բացառվում, որ նրանք անում են այնպես, որ զզվեն այդ մարդիկ արտագաղթեն։ Շատերը հիմա պրոիշխանական բաներ, Արցախահայերն են այդ կարծիքին, բայց իրենք չեն ուզում գնալ։ Դավիթ, ես ինքս ականատես եմ եղել անձնագրային բաժանմունքում, երբ ծնողները եկել են անձագրերի հետ կապված փոփոխություններ պետք է արվեր 16-17 տարեկան տղաների հետ, որպեսզի հեռանան Հայաստանից։ Տղաները չէին ուզում։
Բայց մայրը բացատրեց, որ Ասկերանից էին իրենք, այստեղ աշխատանք չունեն, ապրելու հնարավորություն չունեն։ Դե Խոսքով ստիպված դժվար է, պետք է գնան։ ստիպված են գնում։ Բայց տղաները կոնկրետ դեմ էին, ուզում էին մնան Հայաստանում։ Այսինքն թե այդ մարդիկ մնում են, նրանք կգնան եւ ծառայության Հայաստանի զինված ուժերին, կկատարեին, այստեղ մի ընտանիք էլ կավելանար, այո, մենք ասում ենք Սփյուռքից գան, հրավիրում ենք բոլորին, իսկ ինքներս հիմա դռները բացել ենք Արցախի առջև եւ ասում ենք հեռացեք։ Առանց այն էլ դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ մենք ունենք։ Այո, դեմոգրաֆիական։ Անվերադարձ 30,000 մարդ է գնացել անցած, եթե չեմ սխալվում, հլա ավել, պաշտոնական տվյալների։ Սա ինչի մասին է։ Իսկ արցախահայերից արդեն է Ես մի հատ բան պաշտոնական 11,000-ից ավել։ շատ ես մի հատ մտքի վրա եմ ինձ բռնացրել։ Տեսեք, ասում են, մենք ամեն ինչ արեցինք Արցախի համար, արցախահայերի համար, 30 տարի ինչ արել ենք մենակ Արցախի համար։ Ես ընդունում եմ Բաբտյան էր, քոննա եղել։ Ընդ որում այն ժամանակ դու գիտեք լրիվ այլ բաներ, երբ որ միացման տակ, հա, միասնական հայրենիքի տակ, հիմա չխորանանք այդ դետալների մեջ, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Այդ որ այդպես հա ասում են, ամեն ինչ արել ենք, մեր բերանից կտրե տվել ենք ձեզ։ Տիկին Մարի, մի հատ պատկերացրեք իրավիճակ։ Այսօրվա իշխանությունները պատրաստ են մարդասիրական, այս հումանիստական իրենց դրսևորումներով, համակեցության կանոններով, մանավանդ Ալիև ասում է, չէ, 300,000 հայերի ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում։ Դուք պատկերացնում եք մի իրավիճակ, երբ որ Արցախյան շարժումը տեղի չունենար։ Եվ Արցախը հիմա Հայաստանի, այսպես ասած, բանի պրոտեկտորատի տակ չլիներ։ Պատկերացնում եք ինչ կլիներ։ Այստեղ պատկերացնում եք ինչքան հիմա ադրբեջանցիներ կապրեին։ Դուք պատկերացնում եք ինչ դեմոգրաֆիական խնդիրներ կունենանք այս 30 տարվա ընթացքում։ Մենք Հայաստանը պաշտպանված էր հենց Հենց շարժում էինք Իրանից։ Ես տրամաբանությունն եմ ուզում ասել։ Դա ձերբազատեց նրան, որ այստեղ ադրբեջանցիներով ըստ պաշտոնական տվյալների 167 թե 176,000 ադրբեջանցի ապրել։ Այդ թիվը պատկերացնում եք, քանի պատիկ կավելանար։ Ու պատկերացնում եք իրենց նկրտումները, իրենց առավելապաշտական ցանկությունները, քմահաճույքները ուր կհասնեին արդեն։ Մենք իրականում Արցախյան շարժումով 30 տարի կասեցրել ենք այդ դեմոգրաֆիական լուրջ փոփոխությունը։ Այդ մասին թող ժողովուրդը մի հատ մտածի։ Էլ եմ կրկնում, հենց հիմա խոսում են, չէ՞, ադրբեջանցիների պայմաններից մեկն է, չէ՞ Ալիևյան, վերաբնակեցնել, իրավունքներով ոչտել։ Հələ չասեմ, թե եկուց մեկի քթից արունգա ինչ տեղի կունենա։ Չեղացնեն Ես որը ուզում եք այդպիսի մի 100 ռիսկ ասեմ, ու ընդհանրապես սցենարներ ասեմ, թե 30 տարիների ընթացքում ինչ կարող էր տեղի ունենալ։ Եթե Հայաստանում ապրեին ադրբեջանցիներ ու այդ տրամաբանությամբ։ Մի հատ փորձեք վերաիմաստավորել Արցախյան շարժման այդ շարժումը ինչի մաս։ Իհարկե որ ինքը ճիշտ կուլմինացիայի չգնաց։ Տեսեք, մենք արդեն տեսանք առանց կրակոցի ինչ եղավ։ Տեսեք նույն հաջողությամբ ԱԳՆ-ի հայտարարությունը վերջերս։ Ինչի մասին էր։ Փաստաթղթը որ չկա։ Մարդիկ նայեք, իշխանությունները զավեշտի ժանրի բան եմ ասելու։ Ինչին են հղում տալիս, որ Արցախյան իշխանությունները ստորագրել են լուծարման, հա, պայմանը ու եկել են Հայաստան չեն դենոնսացրել դա։ Դա էլ մի խոսույթ է, դրա մասին է կարող եմ երկար խոսել։ Բայց եղբայր դու հղում ես տալիս մի իշխանության, որին անգամ դու չես ճանաչել։ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի ինքնիշխան պետությունը, բայց դու ստացումը չես ճանաչում այդ պետությանը, բայց հղում ես տալի անընդհատ սեփական մեղքերը մաքրելու համար իհարկե։ Դե հիմա էլ ասում են այդ իշխանությունը ինչ որ արեց այնտեղ, պատրաստում են անել այստեղ։ Դու գնում ես Պրահայում ստորագրում ես, որ դու պաշտոնապես ճանաչում ես դա Ադրբեջանի մաս, հետո գալիս ես հղում ես տալիս, ասում ես դու ինքդ ես լուծարել, այսինքն դեպքերի ախր հերթականություն կա։ Դու գնում ճանաչում ես որպես բանակցող կողմ, որտեվ ԵԱԿ-ով դու Մինսկի համանախագահության շրջանով դու բանակցող կողմ ես։ Արցախը չի եղել բանակցող կողմ, ուրիշ բան է հələ Արցախը ինչի չի եղել բանակցող կողմ։ Չխորանանք այդ հանգամանքների մեջ, ես ավելի առարգայական եմ ասում։ Դու գնում ես դա անում ես, հետո հատատա ես տալիս, ասում ես դուք ինքներդ նախ ասում մեղադրում են, ասում են չեն կռվել, Արցախցին չի կռվել, ամոթա չի կարելի տենց բան շահարկել։ Երկրորդ հանգամանքը դու դրանից հետո հղում ես տալիս, որ դուք ինքնալուծարվել եք
Մեղքը բարդելով բան, ասում է դու եթե գնայիք Սոֆիա, այս պատկերը չէր լինի։ Դա գետ պետք է լինել, այսինքն Սոֆիայում բանակցությունները պետք է փրկել Արցախը լուծարումից։ Չի կարելի, հասկանում եք, չի կարելի ուրացման այդ քաղաքականությունը, որը որտե գրել են։ Ալիևի ձեռները լվանալու այդ քաղաքականությունը, որ pedagogan գերատեսչությունը անում է, չի կարելի։ Մինիմում չի կարելի, ես լավ համեստ եմ արտահայտվում։ Ընդ որում Ալիևը եւս մեկ անգամ Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելության է անդրադարձել եւ ասել, որ դրանք չխառնվեն, այսինքն մեր գործերին եւ որքան նոր հայտարարությանն ենք հետեւել, քաղաքացիական դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային բարեկության թիվը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Սրանք ինչի հետ են կապված։ Նախ կա պահանջ։ Պահանջը հետեւյալ կերպ է հնչում։ Երրորդ երկրի կամ օտարերկրյա զինուշ չպետք է լինի։ Ընդ որում այդտեղ կա երկու պատկերացում։ Շատերը չեն սիրում, երբ որ օրինակ ես խոսում եմ դրա մասին։ Երբ որ այդ կտրվածքով հայտարարությունը որպես վերլուծաբան նայում եմ, կա երկու հասկացություն։ Դա կա ուղիղ առաջնայար, դա ի նկատի ունեն, որ մոնիտորինգ իրականացնող, մշտադիտարկող եվրոպական դիտորդները պետք է դուրս գան սահմանամերձ հատվածներից, սահմանից, պայմանական սահմանից։ Բայց անդին դրանից չեն ուզում խոսել։ Մարդիկ ուղիղ տեքստով ուրիշ բան են մեզ ակնարկում, ասում են ցանկացած զինուշ օտարերկրյա չպիտի լինի։ Ես կարող եմ ինձ թույլ տալ դիտարկել, որ խոսքը վերաբերվում է նաև ռուսական 102-րդ բազային, որ պիտի Հայաստանում ընդհանրապես օտարերկրյա ներկայացություն չունենանք մենք։ Դա է ակնարկվում։ Ուղիղ տեքստով չի ասվում դա, բայց դա է ակնարկվում։ Բայց ուղիղ տեքստով Մոսկվան ասում է, որ մինչև մայիս Կապանում գլխավոր հիպատոսություն բացելու հարցում կլինի հստակություն։ Դա էլ կլինի, չի բացառվում եւս 20 կամ 40 տարի, եւս երկարաձգվի բազայի Հայաստանում մնալը, ոչինչ չի բացառվում, հասկանում եք։ Այստեղ տպավորություն է, որ հագարուսական տրամադրություններ են գեներացնում, հագարուսական դիրքավորում կա, մենք դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին քաղաքացիություն, բայց փաստացի ռուսական ուղեցրից դուրս են գալիս, բնավ այդպիսի բաներ ես չեմ տեսնում։ Այն որ սահմանային ծառայությունները որոշակի ինչ-որ տեղերում իրենց գործառույթը ավարտում են, դա չի նշանակում, որ նրանք վեշերը հավաքեցին ամբողջությամբ գնացին։ Ընդհանրապես Զվարթնոցում, Մեղրիում սահմանապահների այդ անցագրային կետերում այդ գործառույթը որ նախատեսված էր, որ նրանք պետք է կատարեն, այդ դրվագը դուրս եկավ։ Այսինքն Սյունիքում դեռ ռուսներ կան եւ պետք է որ այդ ամեն դեպքում հիպատոսություն իր քաղաքացիների իրավունքների եւ ուրիշ բան է հետապնդում այնտեղ նույն հաջողությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը չէ ունի այնտեղ խապանում։ Դե ասում են Իրանի հետ շփումը ավելի շատ է, այդտեղ իրանցիներ ավելի շատ են գնում գալիս։ Երեք ես մեկնաբանություն թողեցի Facebook-ում, երեք շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Հայիրանական զորավարժությունների մասին եք խոսում։ Այո, երկօրյա իհարկե չի կարելի թերագնահատել եւ չի կարելի նաեւ գերագնահատել, մենք ողջունելի է շատ ողջունելի է։ Հանրարտարության լավը ասենք լավ։ Դա շատ սպասված էր։ Ուրիշ բան թե այդ զորավարժությունները ինչի մասին, այդ զորավարժությունները կոնկրետ պայմանական ահաբեկիչների կողմից, այսպես ձևակերպում այդպես տրվեց, պաշտոնապես, եթե մաքսային հատվածի վրա հարձակում լինի, իրենք իրենց մասով, ինչպես են արձագանքելու մենք մեր մասով, ինչպես են իրականում մի տարածքում էլ դա չի տեղում։ Պարսկականը իր կողմում, մենք մեր կողմում, հա Նորդուսի հատվածում են արել, մենք Ագարակի հատվածում։ Խոսքը դրա մասին էր գնում, բայց օրինակ ես հուսամ, որ դա պարբերական հաճախական բնույթ է կրելու, որ դրա բովանդակությունը եւ մասշտաբները ավելի են ընդլայնվելու, ներառելով ամբողջ հայ-իրանական պայմանական այնտեղ 41-ից 44 կիլոմետրի այդ հատվածը ավելի կներգրավի ու այնտեղ արդեն հadoop ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ կանցնեն եւ ընդհանուր դա կրկնվի նաեւ ամբողջ Սյունիքի տարածքը համատեղ նորից եմ կրկնում, եթե դրա ականատեսը դառնանք, բայց նաև ուզում եմ հիշեցնեմ ձեզ, Տիգին Մարի, որ նման զորավարժությունները Ադրբեջանը չի անցկացնում միայն Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ էլ է անցկացրել, Իրաքի հետ էլ է անցկացրել, իր գրեթե բոլոր հարևանների հետ նմանատիպ զորավարժությունները անցկացրել, ուզում ասեմ չի կարելի ֆետիշացնել։
Բայց զորավարժությունները ցանկացած տիպի ցանկացած բովանդակությամբ պետք է ավելի հաճախակի լինեն։ Իհարկե, մենք պետք է հասկանանք, ընդհանրապես մենք պետք է հասկանանք դաշնակիցների հետ ինչպես պետք է վարվենք, ինչպիսի ռազմաստրատեգիական քաղաքականություն պետք է վարենք, ինչպիսի գործառույթներ իրականացնենք, որ դա տանենք դաշնակցային հարաբերություններ։ Եվ քանի որ խոսում ենք դաշնակիցներից, մեզ 4 րոպե ժամանակ է մնացել, Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորել է Ալիևին եւ նամակում ասվել է, որ սպասում եմ համատեղ աշխատանքի, մենք մնում ենք Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության հետեւողական պաշտպանը։ Ալիևին նաեւ ոչ միայն շնորհավորել է, Ալիևին նաեւ շնորհագալական ուղերձ է հղել Տիգին Մարիառային, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում, որ հարտակ է տրամադրում եւ որբիսի Թուրքիան եւ Իսրայելը որոշակի համաձայնության կան, կոնֆլիկտի վերացում լինի, նույնիսկ դրա համար են եւ բնականաբար մենք հասկանում ենք, չէ, Տրամպը ինչ շահեր է հետապնդում Բաքվում, ընդհանրապես իր բիզնես շահերից զատ։ Նորմալ է, այդպես է, մեծ քաղաքականությունը իրենից նման դեպքեր ենթադրում է, ինչի որ մենք ականատես ենք դառնում։ Հետևենք զարգացումներին, քանի որ Ալիևը Թուրքիայում է, ամեն դեպքում դիվանագիտական ֆորումն է, այո, դիվանագիտական ֆորումն է լինելու։ Մի խոսքով իրադարձությունները բավականին շատ են եւ համարում եք, որ հակառակ կողմը ավելի ակտիվ է աշխատում, քան մենք։ Դե տեսեք, նոր ինչ էինք խոսում։ Խոջալուի ցեղասպանությունը դարձրել են թրենդ, ներկայանում են միջազգային հարաբերությունները արդեն։ Իհարկե, նրանք ավելի ակտուալիզացնում են դա, գույկագրում են խնդիրը, կապիտալիզացնում են խնդիրը ու ներկայացնում են միջազգային հանրությանը։ Իրենք դրա վրա աշխատում են։ Նրանք շատ լավ ներկայանում են աշխարհը։ Սա գովաբանական խոսք չի, ես իրականում շատ վատ եմ զգում, որ մենք մեր մասը մենք ինչ ենք անում, ել եմ կրկնում, как бы чего не вышло տրամաբանությամբ։ Չխոսենք, չբանանենք, ընդհանրապես ցույց տանք, դեմոնստրացնենք, որ մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք ինչ որ բանի դիմաց ստորագրենք, պայմանագիրը ստորագրենք, անգամ միակողմանի պատրաստ ենք։ ԵԱԿ Մինսկի խմբը ընդ որում այդ 17 կետերի մասին, որ ձեր տաղավարում մենք քննարկել ենք, հասկացեք, կամ պարզ տրամաբանություն, ադրբեջանական կողմը չի ստորագրելու այդ պայմանագիրը, որտեղ տեսնում է, որ առանց ստորագրելու էլ նա իր բոլոր քմահաճույքները բավարարում է հայկական կողմը եւ գնալու է կատարում է բոլոր պահանջները գնալու է կապիտուլյացիոն ստոր եւ հասարակ տրամաբանություն 17 կետի տակ ստորագրողը 27-ի 37-ի տակ է կստորագրի։ Հիմա եթե կարելի է շատ ավելի բան քաղել, ինչի չանել։ Եվ երկրորդը տեսեք, հիմա ամեն անգամ 17-ը հաստատվեց, չէ՞։ Հիմա նոր պահանջներ են եկել, երկու պահանջ են եկել։ Այդ պահանջներից մեկը ի՞նչն է հիմնական պահանջը, սահմանադրության փոփոխություն։ Ես ցավ եմ ապրում, երբ որ ադրբեջանական կողմը հստակ ներկայացնում է իր պահանջը, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Տիգին Մարի ոչ պաշտոնապես, բարձրաստիճան ղեկավարների շուրթերից ոչ մեկի կողմից չի հնչում, որ եղբայր, հələ մի րոպե։ Այդ որ դուք մեզ պարտադրում եք միակողմանի փոփոխության գնալ։ Բայց ձեր սահմանադրության մասով ինչա տեղի ունենալու։ Իրենց սահմանադրության մեջ կա, չէ՞, իրենք մուսապատական Ադրբեջանի որպես հղում են տալիս այդ սահմանադրության, որով ներկայիս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը համարվում է Ադրբեջան։ Մեր ժամանակը սպառվեց, հարցերը մնում են նորից բավականին շատ, մենք գուցե մեկ ուրիշ անգամ արդեն կշարունակենք քննարկել, ելնելով իրավիճակից, թե ինչ նոր հարցեր կլինեն եւս։ Շնորհակալություն եմ հայտնում այս օրվա մեր հաղորդման համար, ասեմ, որ հեռախոսազանգ միայն այս պահին երևաց, այն էլ մենք արդեն ժամանակը չունենք, որպեսզի պատասխանենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, հետևեք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։